Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ շաբաթ, մայիսի 17-ից 23-ը։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Տեսնենք ինչ գեղեցիկ տրամադրություն է սպասվում ջրհոսներին։ Սա հաջողության կարտն է, շատ հաջողակ իրենց կզգան ջրհոսները հաջորդ շաբաթ, չեմ կարող ասել, կտեսնենք որ այստեղ որ հարցերում է անձնական, ֆինանսական, թե աշխատանքային հարցերում կզգան, որ շատ հաջող են գնում գործերը, շատ հաջողվում է, իրենք շատ հաջողակ, շատ դրական, շատ լավ կզգան իրենց կթվա, թե ճանապարհը դեպի իրենց նպատակները բաց է, շատ գեղեցիկ դրական տրամադրության, բարձր տրամադրության մեջ կլինեն ջրհոսները։ Տեսնենք անձնական հարաբերություններում այս ինչ խնդիրներ են։ Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Այստեղ ինչ որ խնդիրներ կան, որ չեք կարողանում ազատվել դրանցից։ Այստեղ մաքրելը նկատի ունեմ, ոչ թե վեճեր են, այլ ինչ որ խնդիրներ են, որ ուղղակի չեք կարողում ազատվել դրանցից։ Չէ, կա ինչ որ լաքա է, մաքրում եք, մի տեսակ չի մաքրվում։ Այ կարծում եմ ինչ որ այդպիսի մի խնդիր կա անձնական հարաբերություններում, չեմ կարող ասել ում հետ է։ Ես այստեղ չեմ տեսնում առանձնապես կին-տղամարդ հարաբերություններ, բայց հնարավոր է կդժվարանամ ասել ջրհոսներ, ում ինչպես վերաբերում է, այդպես էլ կարող եք ընդունել, բայց կա ինչ որ խնդիրներ, ինչ որ մեկի հետ, որ տղամարդ եմ այստեղ տեսնում, որ պարզապես չեք կարողանում այդ խնդրից ազատվել։ Բայց դա այսպես ճակատագրով կարող եմ ասել բարդ իրավիճակ է, որ ձեզնից առանձնապես ոչինչ կախվածել չէ, դրա համար չեք կարողանում։ Փորձում եք զրուցել, բացատրվել, բայց ոչ միտեղ չեք գնում, էլի սար, էլի ժայռ, էլի խանգարող հանգամանքներ կան, անդադ ուզում եք փոխել իրավիճակը, միևնույն է նորից էլի ամպեր են կուտակվում։ Այսինքն մի քանի անգամ, որ ասում մաքրում եք, չի մաքրվում, այսինքն հարաբերություններում ինչ որ խնդիրներ կան, որ անդադ դուք փորձում եք, մի քանի անգամ եք ընդ որում փորձել, սա տևական process է։ Եվ ոչ մի կերպ չեք կարողանում հարցը լուծել, ինչքան փորձում եք ճկուն լինել, խորամանկ լինել, չգիտեմ, ոնց փորձում եք, որ կողմից ուզում եք հարցին մոտենալ, մի տեսակ հարցը կարծես թե չի լուծվում։ Ես չեմ տեսնում բարդացում։ Մի շաբաթ ինչ որ մի նոր բան կպարզվի այս հարցով։ Միգուցե կպարզվի պատճառները, սա երբ սկսեց, ումից սկսեց, ինչու են այս խնդիրները։ Դրական կարտով եմ տեսնում, բայց եկեք մի քանի կարտ էլ այս կարտերով հանենք, որտեղ շատ անհասկանալի էր։ Ես էլ եմ ասում, ի վերջո կպարզվի, միգուցե մի շաբաթ պարզեք վերջապես, որտեղ այսպես ցիկլի մեջ անդադ փորձում եք խոսելով, զրուցելով հարցը լուծել, չի լուծվում։ Բայց ես չեմ տեսնում ով է ճիշտ եւ ով է մեղավոր, այնպեսի տպավորություն է, որ խաչով, այսինքն ձեզնից կախված չէ, միգուցե դիմացի մարդուց էլ կախված չէ։ Գիտեք, այսպես մարդիկ ուղղակի իրար չեն հասկանում, կարծես տարբեր լեզուներով են խոսում։ Իրականում իրենք իրար հետ լարված չեն, ուղղակի խնդիրն առաջացել է, չեն կարողանում լուծել։ Եվ ինչ-որ մի նոր բան պիտի պարզվի, հույսով եմ մի շաբաթ կպարզվի եւ մարդկանց հարաբերությունները կշտկվեն։ Շատ ծավալալի։ Ես չասեմ, կարտերը խոսում են, էլի պարտադիր էլ չի արդեն գրված առանց բառերի, տեսնում եք, ամեն ինչ արդեն երևում է, տեսնում եք, ժամանակի հարցն է, ասում եմ, սա ինչ-որ տևական process է, բավականին ժամանակ է, որ այսպիսի իրավիճակ է, անընդհատ ինչ-որ խնդիրներ առաջանում են, առնետներով ինչ-որ խնդիրներ են առաջանում, լաբիրինթոսում եք հայտնվում, չգիտեք ինչպես այս վիճակից դուրս գալ, եւ նորից էլի եկավ գիրքը օգնության, գիրքը եկավ, այդտեղ էլ էր գիրքով, հիշում եք վերջանում, որ ինչ-որ բան կպարզվի, կբացահայտվի, ու կհասկանաք, որ այս խաղը, տեսեք, սա զառն է, այսինքն զառը ինչպես կընկնի, կախված զառը ինչպես կընկնի, այդպես էլ ձեր խաղի ելքը կլինի, չէ՞, կամ կհաղթեք, կամ կկորցնեք ձեր խաղը։ Այսինքն տվյալ դեպքում էլ ինչ որ մարդկանց մեջ անհասկացություն կա, այսինքն
էլ եմ ասում, տարբեր լեզուներով խոսելը նկատի ունեն, որ մեկը մյուսին չեք հասկանում, ինչ որ ինֆորմացիա սխալ եք ընկալել, իրար սխալ եք հասկացել։ Իրականում ոչ մի կոնֆլիկտի հիմք չկա, ուղղակի սխալ եք հասկացել իրար։ Բայց տեսնում եմ, այստեղ մարդիկ շատ ջերմ հարաբերություններում են եւ հույսով եմ ի վերջո կպարզվի։ Եթե այդ մարդիկ ջերմ հարաբերությունների մեջ են, երկուսն էլ փորձելու են։ Երկուսն են, չգիտեմ, ովքեր են բարեկամ են, ազգական են, քույր եղբայր են, սիրային հարաբերություններ են, ինչ հարաբերություններ որ ընկերների մեջ է, ինչ էլ որ լինի, շատ ջերմ հարաբերություններ են եւ ձեր զգացմունքները իրար նկատմամբ, հա, ձեր ընկերային, չգիտեմ, ազգակցական հարաբերությունը ի վերջո կլուծեն հարցը, բայց հա պարզապես մարդիկ իրար սխալ են հասկանում, պարզապես չեն կարողանում ճիշտ ուղղության վրա չեն կանգնում, բայց երևի այս շաբաթ կպարզվի, ինչ որ մի բան կպարզվի, դրա համար էլ տրամադրությունները հույսով եմ կբարձրանան։ Ամեն դեպքում հաջողության կարտը ցույց է տալիս, որ եթե իսկապես ջերմ հարաբերություններում եք չեք ուզում իրար փորձնել, ինչ հարաբերություններ որ լինեն, փորձեք զրուցելով իսկապես պարզել, հիմքը հետ գնալ, տեսնել ես որտեղից սկսեց այս կոնֆլիկտը, այս որտեղից, ինչու այսպես առաջացավ եւ հաջողության կարտով կարող եք եւ լուծել հարցը։ Աշխատանքի վայրում մի տեսակ կանգնած է ամեն ինչ վերջերս, տեղից չի շարժվում, ոչ առաջ խաղացում, ոչ ավելի շատ գումարներ, մի տեսակ լճացում եմ տեսնում ջրհոսների համար, տեսնենք։ Մի տեսակ լճացում էր, տեսնում եմ ղարի 10-ից գնում ենք սրտի 10, այո, ինչ որ կանգնել էին գործերը, չէին շարժվում, կամ միգուցե դուք էիք ձանձրանում, ինչ որ նորություն, փոփոխություն էիք ուզում, բայց նույն ստաբիլ, նույն աշխատանքը ռիթմով, այսպես ռուտինայով, հա, ամեն օր մի տեսակ երևի հոգնել էիք, բայց առաջ խաղացում եմ տեսնում ծառով եւ սրտի 7-ով։ Ինչ որ առաջ խաղացում կլինի, ինչ որ փոփոխություն կլինի, դուք ձեզ շատ հարմարավետ ու լավ եք զգում ձեր աշխատանքում, բավականին մասնագիտացել եք, եթե սրանք նաև ձեր ղեկավարներն են, դուք չեք, ուրեմն ձեր ղեկավարների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եք, կարող եմ ասել շատ լավ աշխատանք է ձեր սրտով է, 10-ով կարող եմ ասել, որ դուք շատ գոհ եք ձեր աշխատանքից եւ շատ լավ էլ միջավայրում եք, ընկերական, մտերմիկ հարաբերություններում աշխատանքի վայրում ամեն ինչ, եթե կանգնել էր ամեն ինչ կշարժվի առաջ։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ սիրտ, ձեր սիրտը լցված է, ուրախ եք, հաջողության կարտն էլ սկզբում տեսա, տեսնենք սիրտը ֆինանսների հետ այնքան էլ չի սազում, բայց տեսնենք, ամեն դեպքում դուք շատ ուրախ եք։ Ինչ է սպասվում ֆինանսներում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Տեսնում եմ արև, տեսնում եմ ամպերը կուտակված, տեսնում եմ ծառ եւ հենց սկզբում տեսնում էի տրամադրությունը շատ լավ։ Արևով էլ տեսնում եմ շատ գեղեցիկ։ Սկզբում շատ լավ տրամադրված է եղել, ֆինանսները լավ են եղել, հետո ամպեր են կուտակվել, ամպերը որ կուտակվում են, թաքցնում են, չի արևը։ Այսինքն չեմ կարող ասել ինչ ծախսեր, ինչ հոգսեր են առաջացել, որ ձեր այսպես շատ լավ ֆինանսական վիճակը հանկարծ մի փոքր ամպերով, այսպես ասեմ, ֆինանսների ծախսեր են առաջացել, մի փոքր վիճակը փոխվել է, բայց հիմա տեսնում եմ առաջ խաղացում եւ տեսնում ձեր շատ ուրախ զվարթ երջանիկ, չգիտեմ, վիճակը, որ ընդհանուր տրամադրությունը ֆինանսների հետ դուք շատ գոհ եք։ Էլ եմ ասում, շատ լավ է եղել հանկարծ ինչ որ ծախսեր են առաջացել, հոգսեր են առաջացել ֆինանսական, մի քիչ մթագնել է ձեր երևի տրամադրությունը, բայց հիմա ամեն ինչ նորից փոխվում է, հաջողության կարտով էլ, սրտերով էլ, շատ ամեն ինչ լավ կլինի ֆինանսականում էլ եւ անձնական հարաբերություններում էլ եմ ասում, եթե փորձեք պարզաբանել, իրականում ամեն ինչ կպարզվի։